Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր փետրվարի 10-ն է 2026 թվական։ Իհարկե կամփոփենք նաև J.D. Vance-ի այցելությունը Հայաստան, ինքը արդեն մեկնեց Ադրբեջան, այնտեղ արդեն հանդիպումներ ունեցել է Ալիևի հետ։ Կսպասենք դա էլ կավարտվի, որպեսզի համեմատություն անցկացնենք, թե ինչ պայմանավորվեց այստեղ, ինչ պայմանավորվեց այնտեղ, բայց անկեղծ ասած, ես չեմ կարծում, որ հիմա մեր մրցումները Ադրբեջանի հետ է այդ հարցում, թեպետ այնտեղ ավելի ծավալուն կարող է ինչ-որ բան լինի, բայց դա չի այսօր հարցը։ Մեզ ավելի շատ պետք է անհանգստացնի Միացյալ Նահանգները եկավ Ռուսաստանին դուրս մղելու քայլեր անում է, թե Հայաստանի տարածքում նորմալ համագործակցում Ռուսաստանի հետ։ Իսկ դա նշանակում է, որ ինքը օրինականացնի, որ Ռուսաստանը դե այստեղ պետք է մնա, իսկ ինչ խնդրեմ ունենք մենք, որ դրա մասին էլ կխոսենք, թե ի վերջո այնպիսի ծանրակշիռ խաղացող, ինչպիսին Միացյալ Նահանգներն է, ինչ չափով է ինքը ներկայացված Հայաստանում, արդյոք այդ դեպքում Ռուսաստանին տեղ կա, կամ արդյոք ինքը փորձելու է Ռուսաստանին դուրս մղել, թե պայմանավորվելու է նրա հետ, որ դա ամենավատն է մեզ համար, որովհետև եթե ինքը պայմանավորվի Ռուսաստանի հետ ինչ-որ մի բան, այդ դեպքում եթե մենք Ռուսաստանից դժգոհենք, ում ենք դիմելու։ Եվ մեկ էլ Նիկոլ Փաշինյանը այդ հարցի հետ կապված հանրային հեռուստաընկերությանը հարցազրույց է տվել, դեռ չի հեռարձակվել, դրան էլ եթե ուշագրավ ինչ-որ մի բան կասի այդ հարցով, մենք կանդրադառնանք վաղը։ Իսկ այսօր ամբողջ համացանցը ողողված էր այն հարցը, թե մոդուլային ատոմակայանը կառուցելու հետ կապված այդ 5 միլիարդը 5 գումարած 4 դա ներդրում էր, թե դա Ամերիկայում էր տրվելու, թարգմանե չսխալ էր թարգմանե, ամբողջությամբ ողողված էր։ Հիմա դրա հետ կապված էլ մի հարց խոսենք ու անցնենք առաջ։ Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից պարզաբանել են։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ի փետրվարի 9-ի համատեղ հայտարարությունների ու հարցուպատասխանների ընթացքում Vance-ի խոսքի թարգմանությունն իրականացրել է ամերիկյան կողմի թարգմանիչը։ Երեկվանից սոցցանցերում տարբեր գործիչներ քննարկում են, որ Vance-ի խոսքը 9 միլիարդ դոլար ներդրման մասին սխալ է թարգմանվել։ Վարչապետի գրասենյակը հրապարակել է, արդեն իրանք ստորև ներկայացնում ենք Vance-ի հայտարարության պաշտոնական թարգմանության էներգետիկ համագործակցությանը վերաբերող հատվածը։ Մենք նաև շատ հպարտ ենք հայտարարել, որ մեր երկրներն ավարտել են քաղաքացիական միջուկային համագործակցության 1, 2, 3 համաձայնագրի շուրջ բանակցությունները, երբ այն ամբողջությամբ հաստատվի, դա կհարթի ճանապարհն ամերիկյան և հայկական ընկերությունների համար կնքելու քաղաքացիական միջուկային նախագծերի վերաբերյալ համաձայնագրեր։ Դա նշանակում է մինչև 5 միլիարդ դոլար սկզբնական ամերիկյան արտահանում, գումարած լրացուցիչ 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն վառելիքի և սպասարկման պայմանագրերի միջոցով։ Այն, որ խառնվել էին իրար թարգմանության հետ կապված ռուսամետ ուժերը, բեկը հարցնի դուք ինչ եք խառնվել։ Ինչքան էլ որ Ամերիկայի հետ պայմանավորվածությունը լավ կամ վատ լինի, հաստատ վատ չի լինի, չէ՞ Ռուսաստանի հետ որևէ պայմանավորվածությունից։ Այսինքն ձեր ասածը ինչ է։ Լավ ենք ասում ենք իրենց անենք Ամերիկայի ավելի լավ պայմանավորվենք, որովհետև աշխարհի ամենահզոր պետությունն է, ու ես համենայն դեպս 20 տարուց ավել գտնում եմ, որ մենք պետք է ռազմաքաղաքական և տնտեսական երկարաժամկետ փոխշահավետ համագործակցություն հաստատենք Միացյալ Նահանգների հետ։ Այդ հասկացանք։ Մի բան դուրներս չի գալի, ասում ենք էս ինչ է, դուք ինչ եք խառնվել։ Բայց լավ, իրանց հանգիստ թողնենք, հիմա նայենք, թե ստեղի վերջո ինչու՞մ է տարընթերցումը։ Մոդուլային էլեկտրոկայանը ատոմային Ամերիկայի Միացյալ Նահանգները դեռ չունի որևէ տեղ կառուցած։ Իր երկրում փորձեր կատարում է, լավագույն դեպքում, չնայած ասում են առաջինը պատրաստ կլինի 2029-30 թվականների, 29-ը թողենք մի կողմ, եթե առաջինն են անելու 30-ին հազիվ էլ կարողանան պատրաստել։
որոշ եվրոպական երկրների հետ բանակցել են այդ ուղղությամբ, բայց որևէ մեկի հետ դեռ համաձայնություն չունեն, որովհետև իրանք էլ փորձ չունեն հաջող աշխատող մոդուլային էլեկտրոկայանի։ Կարող է լավ բան են մտածել, կարող է լավ բան են մշակել, բայց չկա որպեսի ցույց տան, ասեն ժողովուրդ ջան, սա պատրաստ է ու սա շատ լավն է։ Իսկ հարցը նա է, որ դա ատոմային կայան է, դրա վտանգն էլ հաշվի առնելով մարդիկ շատ զգուշավոր են։ Ամեն մեկը սպասում է մի հատ տեսնեն դա ինչ է իրանից ներկայացնում, որ գոնե մտածեն իմաստունի իրանց երկրում տեղակայեն, թե չէ։ Հասկանում եք, միջուկային ատոմային էլեկտրոկայանի հետ կապված ինչքան է վտանգը մարդկանց համար կարևոր գործոն։ Այսինքն այս օրվա դրությամբ չկա որևէ օրինակ չկա։ Հիմա հարցը առաջանում։ Իրանք մոդուլային ատոմակայան վաճառող են, իրանք աշխատեցնողը չեն։ Իրանք չեն գալու Հայաստանում ներդրում անեն 5 միլիարդի, հետո էլ հումքի եւ տարբեր բաների համար օժանդակ 4 միլիարդ էլ դնեն։ Իրանք աշխատացնեն, իրանք շահաբաժինը վերցնեն, որից հետո երբ որ արդեն դա փակվի, սկսեն Հայաստանի հետ նորմալ աշխատեն ոնց որ մնացած գործարարները։ Չի լինելու նման բան, որովհետեւ իրանք վաճառողն են։ Այսինքն իրանք հետաքրքրված չեն, որ քո մոտ դնեն տարիների կամ տասնամյակների ընթացքում դա հետ գնի եւ այլ, չունեն իրանք նման խնդիր։ Այսինքն նշանակում է իրանց անելիքը, սա վաճառելն է։ Հիմա եթե ինքը վաճառում է դա, փողը այնտեղ տալիս են, իսկ պետությունը փող չի էլ տալու, մասնավորը, որը որ սարքեց, կսարքի իրան գերաշխիքների խնդիր կլուծեն, նա այդ փողի հարցը կլուծի, կսարքի։ Հիմա սարքեցին դա։ Պետք է տեղադրեն Հայաստանում։ Այդ փողը տալու է Հայաստանը։ Հայաստանը ոչ 5 միլիարդն ունի, ոչ էլ 4 միլիարդը։ Այսինքն Ամերիկան տալու է վարկ եւ Ամերիկան կառուցելու է ատոմակայան։ Բայց քանի որ դա առաջինն է, ու ՄԱԿ-ի անդամ 193 երկրներից ոչ մեկը, այդ թվում նաև աֆրիկյան, լատինաամերիկյան եւ հնդկաչինի պետությունները, որևէ մեկը առաջի ատոմակայանի համար 5 միլիարդ պարտքի տակ չի մտնի, դրա համար պետք է տեղադրել Հայաստանում։ Այսինքն նախապես ասում է դե ստորագրի, որ դա ուզում ես, որ գնամ կառուցեմ։ Պարզա, չէ։ Այսինքն հիմա դուք ստորագրես, պարտավորությունները, համաձայնությունները մենք կունենանք, այսինքն գիտենք, որ առնողը կա, առնողն էլ փողը չունի, մենք կգնանք կարտադրենք, կտանք Հայաստանին, Հայաստանն էլ վարկը կդնենք իր ուսին, Հայաստանն էլ կաշխատացնի, մեր վարկը կփակի։ Վերջ։ Ինքը վաճառում է մոդուլային էլեկտրոկայան, որը ոչ մի հատ չի շահագործել աշխարհում։ Այնպես որ ասել, որ սա շատ մեծ հաջողություն էր Հայաստանի համար, որովհետև ոչ մի ուրիշ երկիր այդ հաջողությանը չէր համաձայնվել։ Այնպես որ սա ուղղակի մենք իմանանք, որովհետև ստեղ դա համարել, որ առաջավոր տեխնոլոգիա է գալի եւ այլ, դեռ չգիտենք ինչ է գալի։ Կարծում ենք, որ Ամերիկան որ չարչարվում, առաջավոր կլինի։ Բայց եւ միևնույն ժամանակ դա մենակ այս տարին չի, դեռ անցյալ տարվանից անգամ Հայաստանի իշխանությունները բանակցում էին ամերիկացիների հետ եւ իրանք ասում էին դե խնդիր չկա, եթե հանկարծ պայթի էլ ուրանի արտահոսք տենց մեծ ծավալի չի լինի, ինքը կոմպակտ փակվում է, էլի, համակարգը այդպիսին է։ Մենք չգիտենք այդ համակարգը այդպիսին կաշխատի թե չէ, եւ տենց կոմպակտ կփակի, թե արտահոսք կլինի, որտեղ սա առաջինն է։ Անկամ տեխնոլոգիան ուսումնասիրած չի, փորձարկած չի։ Ես ուղղակի դա ասեցի, այն ոգևորությունը, որ սա Ամերիկան բերում է 9 միլիարդի ներդրում է անում, Ամերիկան 9 միլիարդի ներդրում անում է իր երկրում դնելուց հետո, դա կբերեն Հայաստանում կհավաքեն, Հայաստանում կառուցելուց հետո վարկը կվերցնենք մեծ վրա, արդեն վերջնական ամփոփեմ այդ թեման, որ պատկերացնեք։ Դրա համար պետք է իրանց մի պետություն, որը երաշխավորված ասի առնում եմ չփորձարկած բանը, առնում եմ տվեք վարկն էլ ձեզանից կվերցնեմ։ Սա է։ Դրա համար իհարկե Ամերիկայի իշխանությունները շատ բարձր են գնահատում Նիկոլ Փաշինյանին եւ կուզենան, որ ինքը մնա վարչապետ, որովհետեւ իր հետ են դա պայմանավորվել, որովհետեւ աշխարհում դեռ որևէ տեղ իրանք նման պայմանավորվածություն չունեն։ Իհարկե միամտաբար որոշ մարդիկ էլ տարածել են մեր ռուսամետները, դա անում են նրա համար, որ
ատոմակայանը փակեն Հայաստանի, հենց դա է պատճառը, հատուկ այդ պատրվակով փակեն, ես զարմանում եմ, թե իրանք որտեղից են դա վերցրել։ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանում հայտարարել է, որ այդ ատոմակայանի կյանքը դեռ 10 տարով էլ պետք է երկարացվի։ Ինքը դա պայմանավորվել է Ռուսաստանում, Ռուսաստանի իշխանությունների հետ, եւ բացի դրանից, ով է ասել ձեր մոդուլային էլեկտրոկայանը համարժեք հզորություն ունի, ոնց որ ատոմակայանը ունի մեր, սա մեկ, եւ երկրորդ, քանի տարի է տևելու, որ եթե հիմա փաստաթուղթը սկսես, կարող է 10 տարի էլ տևի, մի բան էլ ավել, ինչի ձեր ժամանակացույց են ասել, բայց այդ ընթացքում ատոմակայանը չի աշխատելու։ Ընդհակառակը դուք մտածեք, որ 69 թվին ատոմակայանը սկսել են սարքել մեծամորի ատոմակայանը, այդ ատոմակայանը հիմա էլ մի 10 տարուց ավելի երկարացնելու են։ Լավ 69 թվականին է, որ սկսել են, 69 թվի տեխնոլոգիա չէր։ Հիտլերից հետո տեխնոլոգիայով արել են, էլի, որ միջուկային զենքը արդեն փորձարկեցին, բան ատոմակայաններ սկսեցին փորձարկել։ Այսինքն այդ մակարդակի է նաև մեծամորի ատոմակայանը։ Մի անգամ էլ կանգնել է, որ պատմության մեջ տես բան չկար, կանգնած է նորից աշխատացնեին, դրա մեջ պարունակում էր վտանգներ, այսինքն այնպես չի, որ Ամերիկայի հետ անում ենք, որ Ռուսաստանին փակենք, ոչ, Ռուսաստանին երկարացնել է մի խայտարակությունը, Ամերիկային չի ասի խայտարակությունը, բայց այն հորթի հրճվանքով դա ներկայացնել որպես մեծ հաղթանակ, այսա դուրս չի գալիս, որովհետև ժողովուրդ ջան, սենց հարց կա էլի, եթե դուք ուզում եք խաբվեք, դա ուրիշ խնդիր է։ Ու այս դեպքում մեր ավագ գործընկեր երջանկայիշատակ Մարկ Տվենը ինչ էր ասում, չէ, ավելի հեշտ է մարդուն հիմարացնել, քան համոզել նրան, որ ինքը հիմարացված է։ Այն դեպքում, երբ որ ինքը հենց ամերիկացի էր իր գրող, բացի դրանից դա մոտարապես ասել է մի 150 տարի առաջ, ու չի ասել հայերի մասին։ Մարդկային հոգեբանության մասին է ասել, կապ չունի ազգային պատկան, ու չի ասել ժամանակակից սերունդի մասին, որ խելքը տվել է համակարգչին կամ հեռախոսին, ասել լրիվ խելքները, չէ, ինչպես տեսնում եք, դա ժամանակի քննությունը բռնած արտահայտություն է։ Չնայած անկեղծորեն ասեմ, տենց չեմ հիշում, որ որևէ անգամ Մարկ Տվենը տենց բան ասած լինի իմ մոտ, ասում են ինքնասել, բան չունեմ ասել, կարող է ինքնասել, դրա համար ես նաև նշում եմ, որ սկզբնաղբյուրը այնուամենայնիվ չեմ հանդիպել, բայց արտահայտությունը դիպուկ է, ճիշտ է եւ ուղղակի ձեզ ներկայացրեցի։ Այսինքն ես ուզում եմ մենք նայենք այդ հանգամանքը, որ պետք չի, որ հիմա էլ մենք գցվենք, ասենք, այդ տեսեք, Ամերիկան եկավ, սենց հորթի հրճվանքով Ամերիկան, ես ձեզ բացատրեցի, դուք իմացեք, որ սա իրականում ինչ է նշանակում, ու դուք որոշեք, կարող ասեք, գիտեք ինչ, Ամերիկան սա առաջարկել է, այնուամենայնիվ մենք ուզում ենք կամաց փոխվենք Ռուսաստանից ու համաձայնենք սրա հետ, նորմալ է, որևէ խնդիր չկա, բայց ընդունեք, որ գիտեք դուք, դիմացինը իմանա, որ դուք գիտեք եւ ընտրեցիք իր հետ գործընկերությունը, ոչ թե պարզապես, այսինքն տենց չի, որ դուք մեղադրեք, որ Ամերիկան էշի տեղ է դնում։ Չէ, մարդը եթե ինքը կանգնում, ինքը իրան է էշի տեղ դնում։ Տրամպի բնավորությունն իմանալով չէր կարող, ինքը չթռնի ու շալակը, եթե դիմացինը իրան էշի տեղ դնի։ Այդ ուղղակի ես ուզում եմ ասեմ, որ դիմացինը հարգում է քեզ, եթե դու հասկանում ես, որ ինքը քեզ լավություն չի անում, ուղղակի դու կուզենաս իրապես գործընկեր ունենաս Ամերիկայի հետ, որ գոնե ի վերջո կարողանաս Ռուսաստանից փոխվես, բայց այս դեպքում մենք Ռուսաստանից չենք փոխվում, միամիտ չկարծեք։ Հիմա տեսեք, մյուսը նայենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. Պարոն Վենսին, ներկայացրել եմ Հարավային Կովկասում ընթացող դրական գործընթացները, վերահաստատել եմ Հայաստանի հանձնառությունը աջակցելու ԱՄՆ կառավարության խաղաղության եւ խաղաղարար առաքելությանը, այդ թվում խաղաղության խորհրդի գործունեությանը։ Սիրով ընդունել եմ նախագահ Թրամփի հրամանը սեպտեմբերի 19-ին մասնակցելու խաղաղության խորհրդի առաջին նիստին, ասել է Փաշինյանը։ Այսինքն պատկերացրեք, հունիսին մեր մոտ ընտրություն ա, Ամերիկան այդ մասին գիտի, Վենցի այդ մասին խոսել է, դա էլ կասեմ։ Վենցի հետ ժամանակ ինքը հավաստիացնում ա, որ սեպտեմբերի 19-ին պիտի մասնակցեմ, դա ասում ա փետրվարի 9-ին։ Պատկերացնում եք հեռավորությունը։ Այդ ինչ էր, հնարավոր չէր ավելի ուշ ասել,
կամ պետք է Նիկոլ Փաշինյանը Ամերիկայի նախագահանա, պետք է օրերով ու ամիսներով նախապատրաստական աշխատանք տանեին, որ ինքը Ամերիկա գնար։ Երբ էլ զանգում եք թռած գալիս է էլի։ Այսինքն այդքան շուտ ասելու իմաստը ո՞րն էր։ Շուտ ասելու իմաստը նա է։ Տես, հա, այս խաղաղության խորհուրդը անլուրջ բան է։ Դու պետք է հիմա հրապարակային ընդունես, որ սեպտեմբերին գալիս ես, որպեսզի մենք էլ ուզենք, որ սեպտեմբերին դու ելնես։ Որովհետև կարող է հաջորդը գա, ասի, այս ինչ է ժողովուրդ։ Այս ինչի մեջ եք Հայաստանին ներկայացել։ Առավել ևս որ դրանից հետո կարող է կոնգրեսի ընտրություններն լինի, մի ուրիշ բան, առավել ևս որ միջև ընտրությունները կարող է կոնգրեսը շուռ գա Տրամփին մի հատ իր տեղը ցույց տա, հաշվի առնելով որ դեմը ընտրությունները ինքը դիրքավորվի թե ինչ ձևով է ձեռնտու ընտրությունների գնալու։ Դեմոկրատներին պարզ է, Տրամփի վրով գնալ-գալով է գնալու, հանրապետականները պետք է կողմնորոշվեն, Տրամփի բագաժով են գնում, թե Տրամփից տարանջատվելով են գնում, որպեսզի կարողանան ձեն ստանան։ Այսինքն դեռ իրանք որոնումների մեջ են, բայց հիմա իրանք դեռ այդ հարցերի հետ կապված դուք պատկերացրեք, որ Հայաստանի հունիսի ընտրություններից հետո Տրամփին ընդհանրապես պետք չէր, որ իշխանություն փոխվի։ Եվ շարունակությունը հիմա նայեք, որ հասկանաք, ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance ընտրություններն են մոտենում, այսինքն ինքը գիտի, որ ընտրություններից առաջ է Նիկոլ Փաշինյանին ասում, որ սեպտեմբերին կգաս։ Ընտրություններն են մոտենում եւ եթե իմ աջակցությունը որևէ նշանակություն ունի, ապա վարչապետ Փաշինյանն ունի այդ աջակցությունը, քանի որ այն մարդն է, որ կարող է երկարաժամկետ գործունեություն կառուցել։ Հիմա հարց։ Մենք գտնում ենք, որ Վլադիմիր Պուտինը, որ մեր ընտրություններին խառնվի, դա խայտառակություն է, որտեղ մենք իր ֆորպոստը չենք, մենք իր գուբերնիան չենք։ Բայց ով ասե, որ մենք ցանկանում ենք լինել Դոնալդ Տրամփի գուբերնիան։ Այսինքն երջանկացած իշխանական մեդիաները տարածում են, իշխանական գործիչները, տեսեք Ամերիկան սատարում է Փաշինյան, լուրջ։ Այսինքն դուք դա նորմալ եք համարում։ Ես նորմալ չեմ համարում։ Որտեղ ինձ համար միևնույնն է ում ստրուկը լինես։ Ամերիկայի թե Ռուսաստանի։ Պարբերաբար խոսում են, որ Ամերիկայի հետ լավ լինես, բայց համակարգի անդամ լինես, համակարգի համակեցության կանոններով շարժվես, որտեղ քո իրավունքները հստակ ամրագրված էին, նկատի ունեմ Եվրամիությունը, առավել ևս, որ հիմա նաև անվտանգային համակարգի հարցն է լուծվում Եվրամիության հետ։ Իհարկե Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մոտ լինելը հրաշալի է, բայց դա չի նշանակում, որ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները ում ընտրություններին է սատարում։ Մի հատ էլ հասկանանք, որ իմանանք հիմա սա Հայաստանի համար լավ է թե վատ։ Եվրոպական ընտրությունները բոլորին քննադատում են, միակ մարդը, որին սատարում է Դոնալդ Տրամփը եւ հայտարարել այդ մասին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն է։ Ընտրություններից առաջ ասում է, ես կուզենամ դու ընտրվես։ Դու սենց դե գիտեք, ինքը որ մեկի կենացը խմում է, ինչքան բան է ասում էլի։ Այսինքն որովհետև նա համաեվրոպական ծրագրին դեմ գնացող մարդ է, ուրեմն ինքը պետք է ընտրվի, որովհետև ինքը հլու հնազանդ ծառայում է երկու տիրոջ, Տրամփին եւ Պուտինին, շատ ձեռք է տալիս։ Այսինքն բաբերի ընտրությունների միջամտություն կարելի է Ամերիկայից, նորմալ է դա, բայց ինչի է միջամտում, որովհետև երկու հարց կա, առնվազն երկուսը ես ներկայացեցի, ատոմակայան, որը որ պետք է պարտավորվի, որ այդ փողի պարտքը վերցնում ենք մեր վրա եւ չստուգված ատոմակայանն առնում ենք, եւ երկրորդ խաղաղության խորհուրդը անկախ նայած որքան կան լրջանա, սեպտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանը անպայման դրան կմասնակցի։ Բայց այդքան է քիչ, հա ժողովուրդ։ Բայց ինչ եք ուզում։ Հիմա պատկերացրեցիք դու հարցը ինչու՞մ է, որովհետև չգիտես ինչի, երբ որ ես բան եմ բացատրում, ինչ որ մարդիկ դե լավ էլի թողեք ուրախանանք, Ժողովուրդ ջան, ուզում եք ուրախացեք, գնացեք իրիկնային հեքիաթ նայեք։ Զորով եկել եմ ձեր տնից, մտել եմ ձեր տուն, միացրել եմ, ասեմ ինձ լսեք։ J.D. Vance, խաղաղության կնքումը մեկ քայլ է, խաղաղության պահպանումը հաջորդ քայլն է։ Այսինքն ինքը դեռ չի էլ կնքված, բայց ասում միամիտ չլնեք։ Եթե կնքեք էլ, սա ընդամենը նախաստորագրածն է, որ ստորագրեք էլ, դեռ այդ պահպանելու խնդիրը պետք է լուծենք։ Այսինքն իսկ ով ասե, որ խաղաղությունը որ կնքեցիք պետք է պահպանվի։
Այդ էլ հաջորդ քայլն է, որ պետք է մեզանից կախված ելեք, մենք որոշենք այդ պահպանության հարցը ոնց ենք լուծում։ Դուք հիմա տեսնում եք, որ Նիկոլ Փաշինյանն ասում է, վերջ Ժորժ ջան, խաղաղությունն եկել է Ամերիկայի հետ պայմանավորվել ենք, Ալիևի հետ պայմանավորվել ենք։ Բալիևի հետ գնալուց առաջ Վենցեն չի ասում, որ խաղաղության պահպանումը հաջորդ քայլ է։ Խաղաղությունը բաստ Փաշինյանը արդեն պահպանված է։ Ինչա դա դեռ քայլ պետք է լինի այդ ուղղությամբ։ Այնպես որ ես էլ ուղղակի ինձ անհույս լավատեսներին, որ ամեն ինչ լավ է, Ամերիկան այդպես է ասել։ Հիմա տեսակ Ամերիկան այդպես է ասել, թե չէ։ Իսկ հիմա նայենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իսկ եթե մենք խոսում ենք Եվրոպայի հետ կապված խնդիրների մասին, Եվրոպա լարվածություն Ամերիկայի հետ, մենք ինչ ենք անում, որն է մեր տեղը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ասել է. «Վերցնենք էներգետիկան, մենք Ռուսաստանից կախվածությունը փոխարինել ենք ԱՄՆ-ից կախվածությամբ, որը մատակարարում է մեր հեղուկացված բնական գազի 60%-ը»։ Ֆրանսիայի նախագահը հիշեցրել է, որ միշտ հանդես է եկել ավելի ինքնիշխան Եվրոպայի օգտին, Եվրոպային հաջողվել է առաջ շարժվել պաշտպանության ոլորտում ստեղծելով ընդհանուր ֆինանսավորում, սակայն Մակրոնի խոսքով մենք շարժվում ենք ոչ անհրաժեշտ տեմպերով եւ ոչ էլ անհրաժեշտ մասշտաբով։ Այսինքն Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի նախագահը ասում է լավ կռիվ տվեցինք, էս արեցինք, այն արեցինք, Ռուսաստանի կախվածությունից պոկվեցինք, բայց եթե Ռուսաստանի կախվածությունից պետք է պոկվենք ու դառնանք հիմա էլ Ամերիկայից կախված, իսկ Ամերիկայում կարող է նստած լինի Թրամփը, որը որ ուղղակի Վլադիմիր Վլադիմիրիչի Դոնալդ Ֆրեդերիկովիչ տեսակն է։ Ու վերջ։ Այն բառապաշարով, որով Պուտինն ասում էր, որ ինձանից կախված եք, տեսեք ինչ կանեմ եւ այլ, նույն բառապաշարով ասում է Տրամփը եվրոպացիներին։ Ոչինչ տարբերություն չկա։ Մակրոնն էլ ասում է, ժողովուրդ, չհասկացանք։ Որ ստեից դուս ենք գալու գնալու ենք նրա ենթական դառնանք մեր ինչին է պետք։ Այսքան կռիվ էինք տալի, որ Ռուսաստանի ազդեցությունից դուրս գա կընկնենք Ամերիկայի ազդեցության տակ, իսկ Ամերիկան ազդեցությունը մեծացնում է, Վենեսուելայի նավթա վերցնում, որոշակի հարցեր անում, սանկցիաներ է կիրառում Ռուսաստանի վրա, նավթի հետ կապված թվերային, նավատորմի հետ հարցերը պարզում, Իրանի հետ կապված հարցերը, մենք գիտենք, չէ՞ ինչ է կատարում, կախվածությունը մեծացնում է, եւ Ֆրանսիայի նախագահն ասում է մեզ, այսինքն մենք էլ պիտի դրանից հասկանանք, չէ՞, որ մեր նպատակը չի, որ պոկվենք Ռուսաստանից եւ Ամերիկայից կախվածության մեջ մնանք, մենք ուզում ենք գործընկեր լինենք, ոչ թե կախված լինենք, որովհետեւ մենք տեսել ենք, որ բոլոր տեղերը ինչպիսի ագրեսիվ քաղաքականություն է տանում Դոնալդ Տրամփը եւ բոլոր տեղերը կռիվ են տալի, նույնիսկ ամենաթույլերը, ոչ միտեղ նրա ասածին չեն համաձայնվում, փորձում են պայքարել իրանց շահերը պաշտպանել։ Այսինքն եթե ինքը մեկին գովում է, դու մտածի թե ինչ հիմարություն ես արել, որ արժանացել ես Դոնալդ Տրամփի գովասանքին, այսինքն իր ուզածը լիովին արել ես։ Բարդ բան չի հասկանալը։ Դրա համար ես ուղղակի ուզեմ ասեմ, այս օրինակը, որը որ հիմա մարդիկ ասում են, լավ, Տրամփը այսօր նախագահ, վաղը նախագահ չի, բայց արդեն Տրամփը դրել է վատ նախադեպ, որ վաղը կարող է Ամերիկայում էլի նորից ընտրություն լինի եւ էլի նորից Պուտինը ընտրվի Ամերիկայում։ Բա մենք ո՞նց ենք անելու։ Մենք այսօր պետք է մտածենք մեր հակաքայլերը, բա դա Հայաստանին չի վերաբերվում, բա Ֆրանսիան մեր բարեկամ երկիր է, չէ՞։ Հա, մի քիչ երես է թեքել, դե հասկանում եք ինչի համար, որտեվ գնում են Եվրոպա, Նիկոլ Փաշինյանը եւ ասում են մենք ռուսների հետ ոչ մի խնդիր չենք առաջացնելու։ Հետո Եվրոպան որոշմամբ խաղաղության խորհրդին հայտարարությամբ չմիանան, Հայաստանը քծվելով միանում է։ Այսինքն բոլորը չթվարկեմ, դες պարզ է։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, թե Եվրոպան չպետք է ենթադրի, որ Եվրամիության եւ ԱՄՆ-ի միջև հարաբերություններում լարվածությունը, որը մասամբ առաջացել էր Գրենլանդիայի հետ կապված, իրավիճակի պատճառով մեղմացել է։ Մակրոնը կոչ է արել եվրոպացի առաջնորդներին իրականացնել երկար ժամանակ ձգձգված տնտեսական բարեփոխումները եւ ամրապնդել դաշինքի գլոբալ ազդեցությունը։ Այսինքն եվրոպական ապրանք, համաեվրոպական ապրանք արտադրված է Եվրոպայում եւ այլ, այնպես անենք, որ մեր տնտեսությունը զուտ մտածենք համաեվրոպական շահերի մասին, որ ոչ թե ամեն ներսում գտնված երկիրը իր շահերի մասին մտածի եւ ոտատակ գնա մեծ ուժեղ խաղացողների առաջ։ Երբ տեղի է ունենում ագրեսիայի հստակ ակտ, ես կարծում եմ, որ մենք չպետք է խոնարհվենք կամ փորձենք հասնել կարգավորման։
Կարծում եմ մենք ամիսներ շարունակ փորձել ենք այդ ռազմավարությունը, այն չի աշխատում, ասել է Մակրոնը, նշելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ շփումներում ինքը միշտ հարգալից եւ կանխատեսելի է եղել, բայց ոչ թույլ։ Նրա կարծիքով Եվրոպան այժմ գործ ունի ամերիկյան վարչակազմի հետ, որը բացահայտորեն հակաեվրոպական է, արհամարում է Եվրամիությունը եւ ցանկանում է նրա բաժանումը։ Առևտրային ճակատում մենք գործ ունենք չինական ցունամիի հետ, իսկ ամերիկյան կողմից մշտական անկայունությամբ։ Հիմա մենք գոնե ականջալուր պետք է լինենք, թե Եվրոպայից ինչ կարծիք է հնչում Դոնալդ Թրամփի վարած քաղաքականության մասին։ Դա գոնե մեզ պետք է մտահոգի, թե չէ հիմա հորթի հրճվանքը մի հատ վայելենք, նոր որոշ ժամանակ հետո կմտածենք դրա մասին։ Ինչ ժամանակ, այմա թողեք երջանկանանք թրջկոտենք, էլի, եղբայր թրջկոտեք, ով է ձեզ խանգարում։ Բայց նայում եք, չէ՞ ինչ է կատարվում։ Որ Եվրոպան մտահոգված է Ամերիկայի հետ հարաբերությունների լարվածությամբ։ Իսկ մենք այսօր ընդհանրապես մեր օրակարգում Եվրոպա չկա։ Զուտ ուղղակի ասել է Փաշինյանը, որ հա դե մենք ուզում ենք Եվրոպա գնանք, դուք որևէ քայլ տեսնում եք։ Ռուսաստանի հետ տեսնում ենք առարկայական քայլեր, Ամերիկայի հետ տեսնում ենք առարկայական քայլեր, թե Ռուսաստանի, թե Ամերիկայի հետ տեսնում ենք քայլեր, որոնք տանում են զիջելու, բայց մենք չենք տեսնում Եվրոպայի հետ աշխատանք։ ԱՄՆ փոխնախագահ Վենցի հրապարակած գրառումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելության մասին ջնջվել է, հետո հրապարակվել առանց հայոց ցեղասպանություն բառերի։ Իհարկե ինքը գնացել էր հուշահամալիր, բայց եւ միևնույն ժամանակ այդ գրառումը արվելուց հետո դա իհարկե պարզաբանեցին, թե պատճառը որն է դա դուս եկե եւ այլ, բայց չմոռանանք, որ Ջո Բայդենի օրոք նա ցեղասպանություն եզրույթը օգտագործեց, իսկ Իրանից հետո, որ արդեն Ամերիկան դա օգտագործել էր, Դոնալդ Թրամփը նորից օգտագործեց մեծ եղերն, այսինքն նորից վերադարձավ մինչ Բայդենյան հայտարարությանը, որով ուղղակի դրանով խուսափում էին գենոցիդ բառը օգտագործել։ Այնպես որ դրա համար, թե ինչն էր պատճառը, որ գրվեց ու ջնջվեց, այնուամենայնիվ իրանք ցանկացան լարվածություն չստեղծեն, որտեղ իսկ եթե լարվածություն չես ուզում ստեղծես, էլ գնում ես ինչ անես։ Գնում ես հարգանքի տուրք ես մատուցում, հետո ասում ես որտեղ ես գնացել ու չես ասում ինչի համար ես գնացել։ Իսկ հիմա նայենք Ռուսաստանի արձագանքը։ Ու շատ դեպքերում ասում են, դե Ռուսաստանն է զսվածրել, չեք տենում, որ արդեն մենք Ամերիկայի ենք գնացել, Ժորժ ջան, այդ ձեզ է թվում, թե դուք Ամերիկայի եք գնացել։ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի հետ բաներ է պայմանավորվել։ Ռուսները դա են իրան հիշացնում։ Բա մենք ասում ենք, դե հրապարակային կանգնի ասա, որ մենք քո հետ ճանապարհ չունենք։ Թրիպի հետ կապված, ատոմակային հետ կապված, հրապարակային կայնի ասա։ Ոչ թե քո թիմակիցներից մեկը, ոչ թե որևէ սուտի արևմտամետ հրապարակային գործիչներից մեկը, այլ թող Նիկոլ Փաշինյանը կանգնի ասի, որ չեք հասկանում, մենք հիմա թրիփ անում ենք Ամերիկայի հետ, Ռուսաստան դուստե ընդհանրապես չկաս, եւ մենք ատոմակայանի հարցը անում ենք Ամերիկայի հետ, հաջող կատարելու դեպքում գնալու ենք այդ փոքր մոդուլային ատոմակայաններով ենք հարցը լուծելու, ապահովելու ենք մեր անհրաժեշտ քանակությունը, ինչ որ մեզ պետք է, եւ հրաժարվելու ենք այդ ատոմակայանից, երբ որ ժամկետն էլ ավարտվի, Ռուսաստան վերկաց տեից գնա։ Ասվել է այդպես բան։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայել Գալուզինն ասել է. Հայաստանում ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկի կառուցման համար ռուսական առաջարկներին իրական այլընտրանք չկա։ Մենք հայկական կողմին ենք փոխանցել մանրամասն մշակված առաջարկությունների փաթեթ։ Ռոսատոմը պատրաստ է հնարավորինս սեղմ ժամկետներում ձեռնամուխ լինել նախագծի իրականացմանը, իհարկե հաշվի առնելով այդ հայ բարեկամների ցանկությունները։ Չմոռանանք, որ Ռոսատոմի հետ էին հանդիպել, չէ՞, բաներ պայմանավորվել։ Այնպես որ իրանք այս պայմանավորվածությունից ելնելով են այս թեման շարունակում։ Մեր կողմից մենք մտադիր ենք շարունակել պատասխանատու կերպով կատարել մեր դերը որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավորող եւ նպաստել հանրապետության միջուկային արդյունաբերության զարգացմանը։ Մեր ատոմիստները նույն խորհրդային դպրոցից են եւ լավ հասկանում են միմյանց։ Այժմ մեր մասնագետները համալիր աշխատանքներ են իրականացնում, որպեսզի կայանը կարողանա կայուն եւ արդյունավետ աշխատել մինչեւ 2036 թվականը։ Վստահ ենք, որ Երևանի ակտիվ աջակցությամբ բոլոր միջոցառումները ժամանակին կավարտվեն, ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։
Այսինքն հիմա հասկացաք, չէ, ատոմակայանի հետ կապված պայմանավորվածության հավաստիացումը Փաշինյանը իրենց ասել է։ Եթե դա ինստո բան է փոխվել պայմանավորվածության, չնայած այդ փոքր մոդելային ատոմակայանների այդ բանակցությունները եղել է նույնիսկ այն ժամանակ, երբ որ ինքը Ռուսաստանում խոսում էր ատոմակայանի ժամկետը երկարացնելու մասին։ Էնպես չի, որ այդ մասին նոր են սկսել խոսել։ Բայց երկուսին էլ ասել է հա։ Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Միխայել Գալուզինը նշել է, ինչ վերաբերում է Թրամփի ճանապարհ նախագծին, մենք արդեն արտահայտել ենք մեր դիրքորոշումը, հայ-ամերիկյան նախաձեռնության մանրամասները դեռ պետք է ուսումնասիրվեն, պատրաստ ենք խորհրդակցել երևանյան գործընկերների հետ քննարկելու ինչպես պարամետրերը, այնպես էլ Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը տարբեր ձևաչափերով։ Այստեղ դուք տեսնում եք ինչ ասում, չի ասում ուզում ենք մասնակցենք։ Այսինքն ցույց է տալիս այնպես, որ մեզ դիմել են, մենք ասում ենք դեռ պետք է քննարկենք, որքանով է լուրջ, որքանով է մեզ հետաքրքրում, մեռանք ասելով, բա ոչ թե կողքից խոսացեք, այլ թող Նիկոլ Փաշինյանը կանգնի ասի Գալուզին, կամ Նիկոլ Փաշինյանը չէ, կառավարության անունից մեկը, անպայման չի ինքը, ասի լսի ով է քեզ ասե քննարկես, քեզ ով է հրավիրել, որ դու էլ մատ քննարկես։ Քո համար թեման փագա, ինչի մի հատ գործադիր իշխանությունից չի ասում այդ մասին։ Ու անընդհատ ժողովուրդն է ասում, զզվացրի կելի ուզբեկ կելի գաք մտնեք, չէ, ժողովուրդ նրանք մտածեն։ Փաշինյանը նրանց մտցրել է։ Այդ ձեզ ուզում ա որ դուք չիմանաք։ Գալուզինը հիշեցրել է, որ Հայաստանի երկաթուղային ցանցը մինչև 2038 թվականը գտնվում է Ռուսաստանի երկաթգծի դուստր ձեռնարկության կառավարման տակ, իսկ Իրանի հետ սահմանին տեղակայված են ռուս սահմանապահներ։ Հաշվի առնելով Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությունը ակնհայտ է, որ առանց Ռուսաստանի գործընկերները չեն կարող անել, ընդգծել է արտաքին գործերի փոխնախարարը։ Հիմա հարց. ով պետք է իրան պատասխանի, ասի հետո ա քեզ տենց բան ասե, հենց հիմա դնեմ սահմանից հանեմ սահմանապահներին ռուս։ Ով է դա ասելու բա, ումից ենք սպասում։ Կամ երկրորդ, այդ ինչ ես խոսում, ով է քեզ ասել, որ այդ երկաթգծի հետ դու որևէ առնչություն ունես։ Այդ մասը մենք կոնցեսիոն պայմանագրով քեզ չենք տալու։ Տրամփի գիծը քո հետ ինչ կապ ունի, ով պետք է դա ասի։ Գալուզինը նշել է, որ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջապակման ուղղությամբ զգալի աշխատանք արդեն կատարվել է Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափող փոխվարչապետերի մակարդակով։ Սրա պատասխանով պետք է տա։ Ինչ եռակողմ բանակցություն, ինչ ձևաչափ, եթե արդեն ասում ենք Ամերիկայի հետ ենք աշխատում։ Այդ այնպես չէ, որ դուք ասեք, դե լավ է թող խոսում են խոսան, ինչ է խանգարում։ Խոսում են խոսան, մեր ազգային ժողովի նախագահը գնում է արտգործնախարար Գալուզինի շեֆի հետ հանդիպում, հա։ Ու նրա պրետենզիաները լսում։ Բայց արհամարում եք, կնեց արհամարեք մենք էլ տեսնենք։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ մի քանի եվրոպացի գործընկերոջ առաջարկել է վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի հետ։ Մեր աշխարհագրական դիրքը չի փոխվի, անկախ նրանից մենք սիրում ենք Ռուսաստանը, թե ոչ։ Այն վաղը չի անհետանա, այն մեր կողքին է, ասել է Ֆրանսիայի նախագահը։ Հետևաբար անհրաժեշտ է ռուսների հետ եվրոպական քննարկումների վերսկսումը առանց միամիտ լինելու, առանց ուկրաինացիների վրա ճնշում գործադրելու, բայց այս քննարկման մեջ երրորդ կողմից կախված չլինելու նպատակով։ Սա ընդգծված ձևով Մակրոնի ակտիվությունը, որ անում է Ամերիկային, ասում է, եթե դու այդ ձևով ես վարվելու, Ուկրաինային չես օգնելու, մենք պետք է Ուկրաինայի թիկունքին կանգնենք, մենք քեզանից զենքը պետք է առնենք տանք Ուկրաինային մեր փողերով, մենք պետք է գնանք այնտեղ անվտանգությունը ապահովենք, բայց դու ինչ ես մեզ պարտադրում, այսինքն դու մեզ պարտադրում ես մեր հարևան Ռուսաստանի հետ ոնց հարաբերվենք, եթե տենց է մենք հարևան Ռուսաստանի հետ կհարաբերենք, բայց սանկցիաները շարունակում են, բայց պատրաստվում են նոր խմբականակ կործանիչներ տրամադրի Ուկրաինային։ Այսինքն այս հայտարարության հետ լսում ենք ինչ է ասում Տրամփի հետ կապված եւ ինչ է ասում Ուկրաինային նոր կործանիչների խմբականակ տալու հետ կապված։ Այսինքն եթե մենք պետք է մեր հարևանի հետ հարցը լուծենք, ել դու ով ես։ Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հայտարարել է, Մեքսիկան դադարեցրել է նավթի մատակարարումը Կուբա ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի սպառնալիքի պատճառով, սակայն կշարունակի մարդասիրական օգնություն ուղարկել։ Էլի բեկա Դոնալդ Տրամփը բզբզում է Մեքսիկային, Կանադային ասում է, այս կամուրջը չպետք է բացվի մինչև իմ փայա չտակ, այսինքն ինքը անընդհատ բոլորի հետ խառնում է, անընդհատ բոլորի հետ կռիվների մեջ է։ Եվ այս պարագայում հիմա մենք նայում ենք, չէ, այդ լարվածությունը, որ այդ ամբողջ այդ խնդիրների մեջ ինքը ներգրավում է,
ու հիմա էլ ասենք Նիկոլ Փաշինյանը, որը որ վարում էր մեր մոտ ռեգիոնալ քաղաքականություն, ասում էր, մորոդ հիշում եք, որ ասում էր բա որ վաղը ուժեղներից մեկը չգա այստեղ, ով է մեզ պաշտպանում, պետք է մենք մեր հարևանները լավը լինենք, ուժեղները ընդհանրապես դե գործ չունեն, մենք ասում ենք լսի խելքդ գծել ես, այս աշխարհում դու չես տեսնում ինչա կատարվում, այս աշխարհը դրել են ուժեղները բաժանում են, դու ռեգիոնալ քաղաքականություն ես վարում, հիմա պարզվում է ինչ ռեգիոնալ քաղաքականություն, Ռուսաստանը արդեն ռեգիոնի երկիր էր, որտեղ 3 գումարած 3-ից երբեք չեն հրաժարվել, Ամերիկան էլ եկավ մտավ ռեգիոն Այս ձևի եք ռեգիոնալ քաղաքականություն վարում։ Դե ուրեմն գոնե մի ասեք, որ ռեգիոնալ եք վարում։ Գոնե լսեք, որ այս աշխարհում այս լարված իրավիճակում, այն էլ մեր բարդ տարածաշրջանում, դու չես կարող քաղաքականություն վարես ինքնուրույն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ու հարցերը դուծես, երբ որ երկուսն էլ կուզենան քեզ ոչնչացված տեսնեն։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, մենք հույս ունենք, որ Եվրամիությունն ու նրա բյուրոկրատիան կկարողանան վերադարձնել ինքնիշխանությունը, այդ դեպքում իրավիճակը կփոխվի, սակայն քանի դեռ իրավիճակը ծանր է մնում եվրոպական բյուրոկրատիայի համար, համապատասխանաբար մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է։ Սա նաև նրան է վերաբերվում, որ մենք հասկանանք, որ վաղը մյուս օրը մենք այս նույն փաստի առաջ ենք կանգնելու Որովհետև Վրաստանի հետ էլ աշխատեցին, թեկնածու դառավ աշխատեցին, եկավ մի պահ հասավ այդ ճամփաբաժանը, որից հետո ասին դե հիմա եթե այս ամեն ինչը չես անում, այս ամեն ինչը հետ ենք պտտում։ Այսինքն հիմա Վրաստանը ինչքան է դժգոհի Եվրոպայից, ինքը բռնել է Ռուսաստանի ճանապարհը, պատասխաններ ստանում է։ Դրա համար եթե մենք այդ ձևական ինչ-որ բաներ անենք, դեռ Եվրոպան ինչ-որ քայլեր կանի ընդառաջակ ընդառաջ սիրաշահելու համար, մինչև կհասնես այդ անդառնալի կետը, որից հետո կասի, որ կողմ ես կողմնորոշվի։ Այսինքն սենց խաղերով, բոլորին հասելով, սրան ասելով թռնում նրա մոտ, նրան ասելով թռնում նրա մոտ։ Մենք Վրաստանը մեր աչքի առաջ է։ Ժամանակին օրինակ էր, մեր աչքի առաջ մեզ տանում էր դեպի Եվրոպա։ Հիմա էլ մեր առաջ օրինակ է, թե ինչ է կատարվում նրա հետ, ով Եվրոպայի հետ պայմանավորվում է, տասնամյակներով աշխատում, հետո գնում դեպի Ռուսաստան։ Եվրամիությունը նախատեսում է առաջին անգամ սահմանափակումներ մտցնել երրորդ երկրների նավահանգիստների Վրաստանի, Կուլևի և Ինդոնեզիայի Քարիմունի նավահանգիստների նկատմամբ որպես Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մաս։ Հնարավոր պատժամիջոցները բխում են ռուսական նավթի հետ կապված գործարքներից։ Սահմանափակումները կարող են ներառվել Ռուսաստանի դեմ Եվրամիության 20-րդ պատժամիջոցների փաթեթում, որը նախատեսվում է ընդունել մինչև փետրվարի 24-ը։ Այսինքն Ռուսաստանի կողմից Ուկրաինան լայնածավալ ներխուժման 4-րդ տարելիցը։ Այսինքն դուք տեսնում եք, որ իրանք հետևողականորեն այս ուղղությամբ գնում են եւ Վրաստանն էլ հիմա այս հարցում է լանգնում հարվածի տակ, որ չես կարող խաղեր տաս Ռուսաստանի հետ եւ խնդիր չունենաս։ Իսկ հնդկական որոշ պետական ընկերություններ նավթային արդեն հասկանում են, որ պետք է կամաց վերանայեն իրենց քաղաքականությունը, Indian Oil-ը, Bharat Petroleum-ը, ինչպես նաև մասնավոր Reliance Industries-ը դադարեցրել են մարտ եւ ապրիլ ամիսներին ռուսական նավթ գնելու առաջարկների ընդունումը, նրանք նշել են, որ ընկերությունները նախատեսում են պահպանել այս որոշումը Հնդկաստանի եւ Միացյալ Նահանգների միջև առևտրային համաձայնագրի կնքումը հեշտացնելու համար։ Ըստ աղբյուրների, մյուս վերամշակման ընկերությունների մեծ մասը նույնպես դադարեցվել է, ռուսական նավթի գնումները կարող են վերսկսել դրանք միայն կառավարության առաջարկությամբ։ Իհարկե այն որ ասում է մարտ-ապրիլ ամիսներին դադարեցվել է, հանկարծ թյուրիմացություն չառաջանա, դա չի նշանակում, որ եկավ ու այդ մարտ-ապրիլ ամիսներից էլ չեն ստանա։ Նրանք որպես կանոն նավթ առնում են ավելի հեռահար ժամանակով, ֆյուչերսների տարբերակով, այսինքն եթե իրանք ասում են այլևս պատվեր չենք վերցնում, նշանակում է եղած պատվերները կիրացվի, որից հետո չեն վերցնի։ Այսինքն մարտ-ապրիլ ամիսներից կդադարվի պատվեր վերցնելը, բայց դեռ կստանա, հանկարծ եթե իմանաք, որ ստացել է, չի նշանակում, որ իրանք շեղվել են իրանց գծից։ Հա, մի հարցել, եթե հասցնում ենք մի հատ բան ասեմ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է արել, ԱՄՆ-ում ընտրությունները կեղծվում են, գողացվում է ծաղրի առարկա են ամբողջ աշխարհում, մենք կամ կշտկենք դրանք, կամ այլևս երկիր չենք ունենա։ Ես խնդրում եմ բոլոր հանրապետականներին պայքարել հետևյալի համար։ Փրկենք ամերիկան օրենքը, բոլոր ընտրողները պետք է ներկայացնեն ընտրողի անձը հաստատող փաստաթուղթ։ Բոլոր ընտրողները պետք է ներկայացնեն ԱՄՆ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ քվեարկելու համար գրանցվելիս։
Փոստով քվեարկելն արգելվում է բացառությամբ հիվանդության, հաշմանդամության, զինվորական ծառայության կամ ճամփորդության դեպքերի։ Այսինքն հիմա այստեղ խնդիրը նայում է, այնպես չի, որ ինչ որ հիմա ինքը ասում սխալ բան է ասում, բայց շատ արագ ինքը չի հասցնի դա անի, մինչև ասենք այս ընտրությունները, որովհետև դա բավական լուրջ ծավալուն աշխատանք է, որոշակի փոփոխություն պետք է լինի, եւ երբ որ ինքը պարբերաբար ասում կեղծվել են, եթե հանկարծ չհասցնեն մինչև նոյեմբեր, դա լարիվ պետք է ասի կեղծեցին, այ դրա համար մենք մեծամասնություն չունեցանք, ինքը միշտ Բայդենին մեղադրել է, որ կեղծվել է, բայց չի մտածել, եթե դու այդպես ասում ես, մի ուրիշն էլ ասում է կարող է դու էլ ես կեղծել։ Այդ առավել եւս որ քո սոցիոլոգիական հարցումները ցույց էին տալիս, որ ամբողջ ընթացքում դու չէիր հաղթում, մեկ է շեշտակի հաղթանակ տարար ու նաեւ սերտ համագործակցությունը Իլոն Մասկի հետ շատ կասկածելի էր մարդկանց համար, որովհետեւ եկավ ու այդպիսի շեշտակի թվի տարբերություն։ Բայց լավ, դնենք մի կողմ, թե բան չենք կարող ապացուցել, բայց եթե վտանգ կար, որ իրոք ընտրությունները կեղծում են, Ջորջ Բուշ կրտսերի ժամանակ էլ այդպիսի խնդիրներ առաջացավ, մեղադրեցին կեղծիքների հետ կապված, վերանայեք ով է ձեռները հետ բռնե։ Վերանայեք իսկապես այդ տարբերակը հնացած տարբերակ է։ Վերանայեք նորմալ ընտրություններին մարդիկ մասնակցեն, բայց սա մի օրվա, մի ամսվա հարց չի, բավական ծավալուն հարց է։ Եթե կարողանա դրան հասնել գոնե հաջորդ ընտրությունների համապետական ընտրությունների համար, ոչ թե բնակ կոնգրեսի, էլի քիչ չի։ Ամեն դեպքում իր առաջարկությունը իսկապես ճիշտ է, բայց եթե ուզում է դրանով ինքը ցույց տա, որ նախկինները իր դեմ են կեղծել, դա արդարացնի, ավելի շատ կասկած է առաջացնում, որ այդ ինչ հավանականություն քո դեմ կեղծեցին, բայց դու ուրիշի դեմ չկեղծեցիր։ Ավելի լավ է ինքը չվզվզի, բայց հասնի դրան, որ կարողանա դա իսկապես փոխի։ Այնպես որ հիմա տեսնում եք լարվածությունը աշխարհում ինչքան է, մեր տարածաշրջանում էլ, աշխարհում էլ ուժի կենտրոնները ինչով են զբաղված, նաև մեր մոտ, եւ արդյոք համարժեք են մեր իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը։ Դրա համար մանավանդ որ հիմա տեսնում եք, որ ժողովուրդը շատ դեպքերում շատերն ուզում են խաբվեն, էլի, շատ դժվար է մարդկանց փորձել օգնել, եթե ինքը ուզում է անպայման խաբվի։ Սա է խնդիրը, իսկ այդ մարդիկ երկրի ապագա են ընտրելու ընդամենը մի քանի ամիս առաջ։ Հետո դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։